Սյունիքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Գորիս համայնքի Քարաունջ գյուղում տեղի ունեցած գայլերի հարձակման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուս 5 տուժածների վիճակը ըստ բժիշկների թեթև կամ միջին ծանրության է։ Այս մասին հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բժշկական կենտրոնի տնօրենի փոխանցմամբ ծանր վիճակում գտնվող բուժառուն ունի տարբեր վնասվածքներ, այդ թվում մարմնի հատվածներում և դեմքի շրջանում։ Դեպքը տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարաունջ գյուղում։ Նախնական տեղեկությունների համաձայն բնակավայրի տարածքում գայլերի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 6 մարդ։ Տուժածների թվում եղել է նաև փոքր երեխա։ Այս պահին իրավասու կառույցները շարունակում են պարզել դեպքի բոլոր մանրամասները։ Դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայության ներկայացուցիչներ, իրականացվում են որոնողական աշխատանքներ կենդանիներին հայտնաբերելու և հետագա վտանգը կանխելու նպատակով։ Սյունիքը հայտնի է իր լեռնային բնությամբ և հարուստ կենդանական աշխարհով։ Տարածաշրջանում հաճախ են հանդիպում վայրի կենդանիներ, սակայն բնակավայրի ներսում մարդկանց վրա նմանատիպ հարձակումը հազվադեպ և մտահոգիչ իրավիճակ է։ Գայլերը սովորաբար փորձում են խուսափել մարդկանցից, սակայն որոշ դեպքերում տարբեր գործոններ կարող են բերել նրան, որ վայրի կենդանին մոտենա բնակավայրերին։ Մասնագետների խոսքով պատճառները կարող են տարբեր լինել, սկսած բնական միջավայրի փոփոխություններից մինչև սննդի հասանելիության խնդիրներ։ Երբ վայրի կենդանին հայտնվում է մարդկանց անմիջական շրջապատում, հիմնական խնդիրը դառնում է ոչ միայն կենդանու վարքագիծը հասկանալը, այլ նաև բնակիչների անվտանգության ապահովումը։ Քարաունջի դեպքից հետո տեղի բնակիչների շրջանում բնականաբար առաջացել է անհանգստություն։ Մարդիկ ցանկանում են հասկանալ՝ արդյոք վտանգը ամբողջությամբ վերացված է և ինչ քայլեր են իրականացվում տարածքի անվտանգությունը ապահովելու համար։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կարևոր է նշել, որ նման դեպքերի ժամանակ մասնագետները սովորաբար կոչ են անում բնակիչներին չմոտենալ վայրի կենդանիներին, չփորձել ինքնուրույն վնասազերծել նրանց և վտանգի դեպքում անմիջապես դիմել համապատասխան ծառայություններին։ Գյուղական համայնքներում մարդիկ հաճախ ավելի մոտ են բնությանը։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, պահում են կենդանիներ և հաճախ են լինում բաց տարածքներում։ Այդ պատճառով վայրի կենդանիների հետ հնարավոր հանդիպումները պահանջում են զգոնություն։ Սակայն այս դեպքը առանձնահատուկ ուշադրություն է գրավել հենց այն պատճառով, որ խոսքը մարդկանց վնասվածքների մասին է։ Բժիշկների փոխանցմամբ տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է ավելի կայուն։ Այս պահին հանրությունը սպասում է պաշտոնական նոր տեղեկությունների, ինչպես վիրավորների առողջական վիճակի, այնպես էլ որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ։ Իրավասու մարմինները պետք է պարզեն նաև, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել հարձակումը, քանի կենդանի է ներգրավված եղել և արդյոք տարածքում դեռևս պահպանվում է վտանգը։